Հունվարի 8-ին դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ տեղի ունեցավ Սրբազան պայքար շարժման աջակիցների այս տարվա առաջին դատական նիստը։ Օրակարգում ապացույցների ծավալի եւ դրանց հետազոտման քննության հարցներ, որի վերաբերյալ պաշտպանական եւ մեղադրական կողմերը հակառակ դիրքորոշումներ հայտնեցին։ Մասնավորապես, ըստ հանրային մեղադրողների, առկա բոլոր ապացույցները վերաբերում են շարժման 18 աջակիցներին հավասարապես։ Պաշտպան Ռուբեն Մելիքյանը առարկեց, պատճառաբանելով, որ այդ դեպքում խախտվելու է պատասխանատվության անհատականացման սկզբունքը։ Պաշտպան Սերգեյ Հարությունյանն էլ հավելեց, որ դրա արդյունքում կայացվելու է ոչ թե անհատական, այլ կոլեկտիվ որոշում, ըստ որի, եթե դատարանը մեղավոր ճանաչի խմբից որևէ մեկին, մեղավոր են ճանաչվելու բոլորը։ Մյուս փաստաբանները ևս համաձայն էին այս դիրքորոշմանը։ Կարեն Ֆարխոյանը լսելով կողմերին հանրային մեղադրողներից պահանջեց հերթական դատական նիստի ժամանակ, որը տեղի կունենա հունվարի 15-ին ժամը 15:00-ին, համառոտ նկարագրել, թե ապացույցը մեղադրյալներից ում է վերաբերում եւ գործի որերորդ հատորում է տեղ գտել։ Նշենք, որ այս դատական գործընթացը իր իրավական, հասարակական եւ բարոյական նշանակությամբ շարունակում է մնալ հանրային ուշադրության կենտրոնում։ Նախաձեռնության բազմաթիվ աջակիցներ, հոգևորականներ, անկախ քաղաքացիներ դատարանի բակում եւ նիստերի դահլիճում իրենց մշտական ներկայությամբ զորակցություն են հայտնում շարժման աջակիցներին, հուսալով արդար դատաքննության։ Սոնա Խաչատրյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։